Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել են Ալբանիա մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։ Նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Տարիներ շարունակ քննարկվել է պետական սեփականություն հանդիսացող ռազմամթերքի տրամադրումը ռազմարդյունաբերական ընկերություններին նոր զինատեսակների մշակման նպատակով։ Սակայն իրավական հստակ կարգավորման բացակայությունը խոչընդոտել է այս գործընթացի իրականացմանը։ Այժմ արդեն համապատասխան օրենքի նախագծի ընդունմամբ այդ խոչընդոտները վերացվել են։ Ազգային ժողովը արտահերտ նիստ էր հրավիրել։ Վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները, որոնք իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում եւ հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարի գետի երկայնքով եւ Աղբյուրակի ջրամբարում։ ԲՏԱ նախարարը լրագրողների հետ զրույցում խոսել է որոնման աշխատանքներին նախարարության մասնակցության մասին։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել կարևոր նախագծերի, որոնք ուղղված են տարբեր ոլորտների բարեփոխումներին եւ քաղաքացիների համար ծառայությունների մատչելիության բարձրացմանը։ Գործադիրի որոշումները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ բանակցություններում ոչինչ տեղի չի ունենա, մինչև ինքը չհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Իսկ Ստամբուլում օրվա երկրորդ կեսին մեկնարկել են ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները, օրվա միջազգային անցուդարձը։ Երևանի պետական համալսարանում կայացել է շրջանավարտների առաջին ֆորումը։ Այն նպատակ ունի ամրապնդել ԵՊՀ-ի եւ շրջանավարտների կապը, ստեղծելով երկարաժամկետ գիտակրթական եւ հանրային գործակցության հարթակ։ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։ Նույն նպատակով Փաշինյանի պատվիրակության կազմով Տիգրանա է մեկնել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Արդեն կայացել է Փաշինյանի հանդիպումը Ալբանիայի վարչապետի հետ, վերջինս ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Տիգրանա։ Հանդիպանը երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադառնալով տարբեր ոլորտներում գործակցության հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը։ Իսկ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն մասնակցելու Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին։ Այս ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն է արձագանքել ԱՄՆ նախագահի ավագորդական Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը, որում վերջինս չի բացառել Հայաստանի ու Ադրբեջանի հնարավոր ներգրավումը Աբրահամյան խաղաղ համաձայնագրերին։ Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերություն, այնպես էլ տարածաշրջանային խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները կարող են նոր հնարավորություններ ստեղծել, նշել է Բադալյանը։ Տարիներ շարունակ քննարկվել է պետական սեփականություն հանդիսացող ռազմամթերքի տրամադրումը ռազմարդյունաբերական ընկերություններին նոր զինատեսակների մշակման նպատակով։ Սակայն իրավական հստակ կարգավորման բացակայությունը խոչընդոտել է այս գործընթացի իրականացմանը։ Այժմ արդեն համապատասխան օրենքի նախագծի ընդունմամբ այդ խոչընդոտները վերացվել են։ Ազգային ժողովը արտահերտ նիստ է հրավիրել։ Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով։ Խորհրդարանը քննարկեց պատգամավորներ Տրթա Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի ներկայացրած ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նախագծով նախատեսվում է Հայաստանի կառավարությանը լիազորել գործադիրի որոշմամբ հաստատված ցանկում արկա ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներին տրամադրելու ռազմամթերք, զենք եւ ռազմական նշանակության ապրանքներ։ Նիստ նախաձեռնողի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով այս փոփոխությունների անհրաժեշտությունն այն է, որ ռազմարդյունաբերական համալիրը շատ հաճախ պաշտպանության նախարարությունից զենքի զինամթերքի ստացման կարիք է ունենում, որպեսզի համապատասխան գիտափորձակոնստրուկտորական կամ վերանորոգման, արդիականացման կամ զենքի ռազմամթերքի արտադրության աշխատանքներ իրականացնի։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը նախագծի վերաբերյալ այս պահի դրությամբ սկզբունքային առարկություններ չունի։ Հիմնական զեկուցող Տրթա Սարգսյանն իր հերթին նշեց, օրենքի նախագիծը միտված է բարելավելու մեր ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը։ Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն ռազմավարական առումով առանցքային կարևորություն ունի մեր պետության պաշտպանական եւ տեխնոլոգիական ապագայի տեսանկյունից։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև եւ այս իրողության պայմաններում մեր պետության ռազմարդյունաբերական կարողությունների զարգացումն ու ինքնաբավության մակարդակի բարձրացումը դարձել է խիստ անհրաժեշտություն։
Պատգամավորի պարզաբանմամբ ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները. տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմարդյունաբերության ոլորտում, պաշտպանության անկախության աստիճանական խորացում։ Նախագիծը մշակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ գործակցությամբ։ Հավերժ եւ անվերջանալի թվացող քննարկումները ստեղծում էին ռիսկ նախատեսված ժամկետներում այս աշխատանքը պատշաճ չկատարելու, հետևաբար մենք ընդունեցինք գործընկերների առաջարկը արդեն օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի մենք համապատասխան լիազորող նորմ ունենանք սահմանված օրենսդրության մեջ, որը հնարավորություն կտա կառավարությանը արդեն շատ արագ 1-2 շաբաթվա ընթացքում օրենքը ընդունվելուց հետո համապատասխան ռազմամթերքը, զենքերը եւ լրամասերն ու բաղադրիչները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին։ Ես ցանկանում եմ առաջարկել, որպեսզի մենք ներքին գնումների, այսինքն ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանման հարց քննարկենք, կախված պաշտպանական ծախսերի հետ, այսինքն առաջարկում եմ, որպեսզի ներմուծում եւ ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որպեսզի ներդրումների շարունակականությունը, ինչպես նաեւ զարգացման շարունակականությունը ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով, անկախ քաղաքական որոշումներից, անկախ տարբեր տեսակի փոփոխություններից, ռազմարդյունաբերողները իմանան, որ տարիներ շարունակ իրենք ունենալու են իրենց հատկացված բյուջեի մի կտորը, որը սահմանված կլինի կոնկրետ իրավական փաստաթղթով։ Արտահերտնիստ նախաձեռնողի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով այս նախագծի ընդունումը մեր ռազմաարդյունաբերողներին օդու ջրի պես է անհրաժեշտ։ Կարծում եմ, որ ռազմաարդյունաբերության նկատմամբ ուշադրությունը պետք է անընդհատ ավելանա, մենք պետք է տեսնենք եւս եռամյա պատվերներ մեր ներքին ռազմաարդյունաբերությանը, մեր պաշտպանական գերատեսչության կողմից, մենք պետք է տեսնենք անընդհատ աճող ֆինանսական չափերի պայմանագրեր, մենք պետք է նաև քննարկենք այն հարցը, որ այն անալոգները ռազմական տեխնիկայի, որոնք Հայաստանի Հանրապետությունը ունի, պետք է գնվի Հայաստանի Հանրապետությունից եւ ներքին ռազմաարդյունաբերողներից, այս հարցը պետք է կարծում եմ օրենսդրական մակարդակի վրա դնել, ինչը շատ կարևոր է։ Պատգամավորներն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեցին քննարկվող նախագիծը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Անդրադառնալով ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկելու նպատակով արտահերտնիստ հրավիրելու անհրաժեշտությանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ մայիսին նախատեսել էին տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերքը լրամասեր փոխանցել 10-ից ավելի ռազմաարդյունաբերական ընկերությունների, որոնք դիմել են իրենց։ Դրանք հիմնականում փոխանցվել են նոր զինատեսակների արտադրության եւ դրանց փորձարկման, նորոգման, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով։ ԴՏԱ նախարարը խոսել է նաև 2-ամյա Տիգրանի որոնման աշխատանքների նախարարության մասնակցության մասին։ Նա նշել է, որ դեռ 7-8 օր առաջ մինչև իրենց դիմելը հարցը քննարկել են համապատասխան մասնագետների հետ, փորձելով հասկանալ, թե արդյոք հնարավոր է հասանելի տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես տիեզերքի լուսանկարներով որոշակիություն ունենալ, հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Նշենք, որ վաղ առավոտից երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են, կիրառվում են ԱԹՍ-ներ եւ ջրափրկարարական նավակներ։ Ըստ էության տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, մասնավորապես անգամ ամենաբարձր որակի լուծաչափ ունեցող 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որոնք չէին բացառում, որ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել ամեն դեպքում մանկահասակ երեխային այդ լուսանկարներով, կային նաև կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէր լինի։ Սակայն մենք համարեցինք, որ այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք։ Անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե ոչ, մենք առնվազն պարտավոր ենք հասկանալ, կան այդպիսի լուսանկարներ եւ եթե կան փոխանցենք գործընկերներին։ Եվ վերջին 7-8 օրերի ընթացքում
կարծում եմ, թե մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն չունեցող միջազգային առաջատար ընկերությունների հետ, 2 տասնյակ ընկերությունների հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, որ սակայն ցպահս պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները, որ որևէ ընկերությունից մեզ հայտնել են, որ արվել է տվյալ տեղանքի, ապրիլի 26-ին են թվագրվում, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։ Մենք ամենօրյա ռեժիմով իրականում աշխատում ենք, հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե թե այլ ընկերությունների մոտ տվյալ օրերի լուսանկարներ եւ առավելագույնը ուզում եմ վստահեցնել արվում է։ Իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում խոսել է 3 ազգային ժողովի նիստերի դահլիճում կատարվածի մասին, նկատելով, որ այն պարլամենտարիզմի մի օրինակ չէր, քանի որ Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պարլամենտարիզմի մի օրինակ։ Ալեքսանյանը անդրադարձել է նաև Արսեն Թորոսյանի ելույթին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների համար իշխանության գործուն քայլերին ու բարեփոխումներին եւ այդ համատեքստում ընդդիմության հնարավոր ջղաձգումներին ու վախերին։ Ըստ Ալեքսանյանի, կոռուպցիայի դեմ պայքարը չի ճանաչում ոչ բարեկամներ, ոչ պաշտոնյաներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել էր ու դպրոցներում ու մանկապարտեզներում ստուգում էր կատարված աշխատանքները։ Կախիչից սկսած ամեն ինչից սկզբից հիշում եք ինչ էին Սկզբից մի վարքյան, սկզբից ձեռ էին առնում։ Ասում են վարչապետը գնացել ստուգում է, հետո բան են արել, հասկացան, որ ճիշտ անում, որ ստուգում է, որոշեցին իրանք գնան ստուգեն, բայց քանի որ այնքան ապիկար են, գնացին արդեն ստուգած բանն են ստուգում, որը որ արդեն պատկան կառույցը ստուգել է ու չի ընդունել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրանց համար կրկնօրինակում է, առարկա է։ Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է, հիմա էլ կան պաշտոնյաներ, որոնք զբաղվում են կոռուպցիայով, բայց կարևորն այն է, որ այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ուժով։ Ես վստահեցնում եմ, որ կան, հիմա էլ կարող է շատ հնարավոր է, որ հենց այս պահին, որ մենք հարցազրույց ենք անում, ինչ որ պաշտոնյա զբաղվում է կոռուպցիայով, հենց այս պահին, չեմ բացառում ես դա։ Բայց ես վստահեցնում եմ, որ մեր քաղաքական թիմի արձագանքը դրանն է, որ այդ սրիկան պետք է հայտնվի բանտում։ Այդ մեր քաղաքական թիմի արձագանքն է ու կան դրա բազում օրինակներ։ Եթե չեք հիշում, մի պաշտոնյա կար, օրինակ, պարբերաբար նաև կառավարության նիստերին էր մասնակցում, Վերմիշյանը։ Կոռուպցիայի համար չդատվեց, դատվեց։ Ուրիշ մարդիկ, որ կոռուպցիայի մեջ դատակված են, չդատվեցին։ Այդ որ իշխանության ժամանակ այդքան բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել, ինչքան հիմա է ձերբակալվել։ Ըստ պատգամավորի ապօրինի գույքի բռնականցման վերաբերյալ ամենաշատ գործերն առնչվում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։ Բոլոր գործերով էլ կա հապաղում, իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում։ Այդ խնդիրը մենք դա արձանագրում ենք, որ դանդաղ է աշխատում, բայց ես ձեզ վստահեցնում իրավապահ համակարգը հիմա չունի տաբու, քաղաքական տաբու առավել եւս չունի։ Դրատվականները այո, առավոտից երեկո լուսաբանում են, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները օրինակ շատ տաղանդավոր են ու դրա համար օրինակ չգիտեմ, ունեն Տանզանիայում բուկմեկերական ընկերություն, Հայաստանում ունեն միլիարդավոր դրամների բան, տենց ինչ անունը։ Օրինակ երբ որ իրանք Ղարաբաղից գալիս էին Հայաստան, իրանք չունեին գոնե մի հատ Toyota Magnishi 90-ականների արտադրության մեքենա, բայց հիմա Toyota Երևանն ունեն։ Անդրադառնալով 3 խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած հրմշտոցին, ԿՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սարսափում են ԱԺ մոտ կանգնելուց։ Այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի կանգնացնի այս ազգային ժողովի առաջ, որտեղ նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից եւ ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի ուղղակի կանգնի այս ազգային ժողովի առաջ, պատասխանի հարցերի ու լսի ելույթներ։ Ճշտող հարցին ինչու են սարսափած նախկին նախագահները, պատգամավորը պարզաբանում է քաղաքականությունից, պարլամենտարիզմից, իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ջղագրգիռ պահվածքին, ապա այն ըստ Ալեքսանյանի պայմանավորված է իր հորն ու ընտանիքին պատկանող սեփականության շուրջ քննարկումներով։ Ու չի կարող այդպես չլինել, որովհետև գալ ազգային ժողովի ամբիոնի առաջ կանգնել ու ասել դուք մեր ասում եք, որ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը $200 միլիոն է պահանջվում, այս պայդրությամբ կներեք ծիծաղելի է։ Վաղն էլ գալու են կանգնեն ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանը սպանել է 30-40
մարդու, բայց պարզվում է, որ սպանել է ընդամենը 20 մարդու, չգիտեմ, ինչ որ տենց SS բանն է շարունակվելու, գիծն է շարունակվելու, $200 միլիարդ, հասկանում եք ինչ իմացն եք խոսում, ժողովուրդ ջան, $200 միլիարդ մարդկանցից փող է պանջվում, մենք տենց աշխատել ենք։ Այդ որտեղ եք աշխատել, օրինակ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Ռոբերտ Քոչյանի մյուս տղեն, ասենք Տանզանիայում բաներ էր գնում, հա, բուկմեկերական ընկերություններ առում։ Ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ելույթին, ապա Ալեքսանյանն ասում է, ընդդիմադիր պատգամավորների սադրանքները երբեմն իրենց հունից հանում են։ Դուք ուղղակի ինչ-որ մեկը դնի ու մոնիտորինգ անի, թե մենք քանիսն ենք կուլ տալիս ու քանիսին ենք արձագանքում, ինչքան է տևում մինչև մեր համբերության բաժակը լցվի, իսկ բոլորի համար ակնհայտ կլինի, թե մենք ինչքան զուսպ ենք իրականում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ուղղակի ինչ-որ մեկը դնի ու համեմատի, դնի, լսի կոնկրետ քանի, սենց ինչքան է տևում, մինչև այդ համբերության բաժակը մի անգամ լցվում է ու մի կաթիլ թափվում է այդ համբերության բաժակից։ Դա ուղղակի անհամեմատելի է։ Հիշեցնենք ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը երեկ ազգային ժողովի նիստերի դահլիճում վիճեցին, այնուհետև ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել կարևոր նախագծերի, որոնք ուղղված են տարբեր ոլորտների բարեփոխումներին եւ քաղաքացիների համար ծառայությունների մատչելիության բարձրացմանը։ Քննարկված հարցերն առնչվում են քաղաքաշինական նորմերի եվրոպական ստանդարտների համապատասխանեցմանը, գյուղտեխնիկայի լիզինգի հնարավորությունների ընդլայնմանը, բարձրագույն կրթության ոլորտի համակարգային բարեփոխումներին, նաեւ վարորդական վկայականների տրամադրման գործընթացի դյուրացմանը։ Կառավարությունը հերթական նիստում որոշել է 67.5 միլիոն դրամ հատկացնել քաղաքաշինության ոլորտում եվրոպական նորմերի տեղայնացման համար։ Նախագծով նախատեսվում է փուլային տարբերակով ներդնել եվրոպական չափանիշներ 7 ենթավոլորտներում, ներառյալ ավտոճանապարհներ, երկաթուղիներ, օդափոխության համակարգեր եւ շենքերի հրդեհային անվտանգություն։ Նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում ենք ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության եւ համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն, այսինքն իրականացնելու ենք միջազգային մրցույթ։ Մոտարկման աշխատանքներին զուգահեռ ըստ անհրաժեշտության կիրականացնենք նաեւ առկա կարգավորումների արդիականացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով անցումային փուլում կիրառելի կլինեն ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական նորմերը ըստ կառուցապատողի ընտրության։ Հետագայում անցում կկատարվի պարտադիր եվրոպական նորմերին։ Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Այնուհետև նիստում քննարկվել է նաև գյուղտեխնիկայի լիզինգի շեմը կրկնապատկելու հարցը։ Էկոնոմիկայի նախարարության առաջարկով ֆերմերները եւ տնտեսվարողները կարող են մինչև 500 միլիոն դրամ արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերել, նախկին 250 միլիոն դրամի փոխարեն։ Մեր քաղաքական մոտեցումը այս առումով նա է, որ մենք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ զբաղվող, ֆերմերային տնտեսությունով զբաղվող, արդյունավետ տնտեսավարում իրականացնող տնտեսվարողներին պետք է շարունակաբար աջակցենք, որովհետև իրականությունն այն է, որ նրանց գյուղատնտեսական արտադրանքն է իրապես մրցունակ եւ արտահանելի, մնացած դեպքերում մենք ցավոք սրտի տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ նշել, սա շատ լավ հարթակ հնարավորություն է մեր գյուղացիներին, տնտեսվարողներին ցույց տալու, որ սա նաեւ կարող է լավ բիզնես հնարավորություն լինել։ Այս փոփոխությունն ըստ նախարարի կնպաստի նաեւ գյուղատնտեսության ոլորտում առավել շատ քաղաքացիների ներգրավմանը։ Նոր փոփոխություններ են նախատեսվում նաև բարձրագույն կրթության ոլորտում։ Նիստում հավանության է արժանացել բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենսդրական փաթեթը, որի նպատակը ոլորտում որակի եւ մրցակցության բարձրացումն է։ Ոչ մեկից համար գաղտնիք չի, որ մենք ունենք շատ լուրջ եւ համակարգային խնդիրներ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում եւ մի քանի պարզ ցուցանիշներ ցույց են տալիս, թե ինչպիսին է իրավիճակը։ Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից, ձևափոխվելով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի, հաճախ որակի եւ մրցունակության էական թերացումներով։ 2005 թվականից մինչև հիմա փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության 3-րդ մակարդակին եւ չեն դրվել միջազգային արդի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը, ինչի հետևանքով փաստացի չի գործում բարձրագույն կրթության երաստիճան համակարգը եւ փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում իբրև կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման սովետական համակարգից ժառանգած երկաստիճանությունը։
Ըստ Ժաննա Անդրեասյանի, նոր օրենսդրությունը թույլ է տալիս անցնել ուսանողակենտրոն համակարգի, ապահովել լիցենզավորում, հավատարմագրում եւ անհատական կրթական պլաններ։ Նախատեսվում է նաեւ քաղաքական ազդեցության չեզոքացում բուհերի կառավարման մեջ, կրթաթոշակների բազմամակարդակ համակարգերի ներդրում եւ ուսման կազմակերպման ճկունության մեծացում։ Փոփոխություններ են եղել նաեւ վարորդական վկայականի տրամադրման գործընթացում։ Նոր որոշման համաձայն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիները կկարողանան քննությունը վերահանձնել արդեն հաջորդ օրը հավելյալ վճարի դիմաց։ Ըստ այդմ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45000 ՀՀ դրամի չափով, եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձի ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30000 ՀՀ դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Բացի այդ, քաղաքացիները կարող են ունենալ նաեւ թվային վարորդական վկայական, որը կճանաչվի իրավաչափ եւ պլաստիկ քարտի բացակայությունը չի հանգեցնի պատասխանատվության։ Նախատեսվում են նաեւ հաշվառման վկայագրերի թվայնացում, առցանց առքուվաճառքի հնարավորություններ, պետական համարանիշերի փոստային առաքում։ Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ տրանսպորտային միջոցների առքուվաճառքի իրականացումը թվային հարթակում։ Եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում, հաշվառման համարանիշը ստանան նաեւ փոստային առաքման տրամաբանության մեջ։ Այստեղ այս փաթեթով նախատեսվում է արդեն տվյալ հնարավորությունը եւս, որը որ թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն արդեն առաքել կոնկրետ հաշվառման համարանիշը։ Բնականաբար սա եւս հավելյալ ծառայություն է մեր քաղաքացիների համար, եթե քաղաքացիները ցանկություն չունեն այս ծառայությունից օգտվելու, ստանդարտ ձևաչափով ֆիզիկական այցելությունը հաշվառման քննական ստորաբաժանումներ բնականաբար պահպանվում է։ Նախարարը հայտնել է, որ այս ընդհանուր օրենսդրական կանոնները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Վաղարշաբաթի քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է հրաժարական ներկայացնել համայնքապետի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ինքը Գասպարյանը Facebook-յան գրառմամբ։ Նա իր այդ քայլը բացատրել է ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրելու որոշմամբ։ Դժվար որոշում եմ կայացրել կյանքիցս այս փուլում, ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխային դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշաբաթ համայնքի ավականու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը, գրել է նա։ Դիանա Գասպարյանը քաղաքի ղեկավարն է 2018 թվականի հունիսի 22-ից։ Նա Հայաստանում առաջին կին քաղաքապետն է եղել։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ճեպած զրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 9-ի հաղթանակի շքերթին Մոսկվա չմեկնելու որոշումը։ Զախարովան հայտարարել է Բաքվի հետ հարաբերությունները կառուցվում են 2022 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային գործակցության մասին հռչակագրի հիման վրա։ Նա նաև հիշեցրել է, որ չնայած Ալիևը ներկա չի եղել, սակայն Ադրբեջանի զինծառայողներ են մասնակցել շքերթին։ Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունը, նաև Զելենսկի-Էրդողան հանդիպումը, որը տևել է մոտ 3 ժամ։ Չնայած Զելենսկին Ստամբուլ հասնելուն պես դիմելով Պուտինին հայտարարել էր, թե ինքը տեղում է, սակայն Լավրովը նրան անվանել է ողորմելի մարդ։ Նա խղճուկ մարդ է, որպեսզի Պուտինից պահանջի Թուրքիա գնալ, ասել է Լավրովը, իսկ Զախարովան էլ Զելենսկուն անվանել է ծաղրածու եւ անհաջողակ։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի մայիսի 15-ին Թուրքիայում Ուկրաինայի ղեկավարների հետ ուղիղ բանակցություններին, այս մասին ասվում է Թուրքիա մեկնող ռուս բանակցողների եւ փորձագետների կազմի մասին Կրեմլի հայտարարության մեջ։ Համաձայն այդ հայտարարության Պուտինը մայիսի 14-ին ստորագրել է հրաման, որով ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են 4 բանակցողներ եւ 4 փորձագետներ։ Պուտինը այդ կազմում ներառված չէ։ Բանակցություններին կմասնակցեն պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, որը երկու կողմերի միջև բանակցություններին մասնակցել է 2022 թվականին պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Մեդինսկին, Պուտինի օգնականը, որը նույնպես մասնակցել է բանակցությունների վերջին փուլին ավելի քան 3 տարի առաջ։ Կրեմլի պատվիրակության մասին տեղեկությունից հետո ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւս չի մեկնի Թուրքիա։ Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ դիտարկում է այնտեղ կանգառի հնարավորությունը Մերձավոր Արևելքի իր ներկայիս ուղևորության ժամանակ։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թուրքիա բանակցությունների կմեկնի պատվիրակության հետ, որի կազմում ներառել է պաշտպանության նախարարի
ղեկավարին, իր գրասենյակի ղեկավարին, ԱԳՆ ղեկավարին եւ իր դիվանագիտական խորհրդականին։ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է այդ երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Հանդիպումը տեղի ունեցել Ռիադում Թրամփի Պարսից ծոցի մի քանի պետության ղեկավարների հետ նախատեսված բանակցություններից առաջ հայտնել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։ Սա Միացյալ Նահանգների եւ Սիրիայի առաջնորդների առաջին հանդիպումն է վերջին 25 տարվա ընթացքում։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավար Հաֆեզ Ալ-Ասադի հետ, իսկ դրանից առաջ նրանք հանդիպել են 1994 թվականին։ Սաուդյան Արաբիան հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման ուղղված ԱՄՆ-Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Արքայազմ Ֆեյսալ բին Ֆարհան Ալ-Սաուդը եւ նշել, որ Ռիադն աջակցում է այդ բանակցություններին։ ԱՄՆ-ն եւ Իրանը Օմանի միջնորդությամբ բանակցությունների 4 փուլ են անցկացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման հարցով։ Հանդիպումներին իրանական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում։ Նեթանյահուի գրասենյակը պնդել է, որ Ֆրանսիայի առաջնորդը դրանով վերարտադրում է արմատական պաղեստինյան շարժման ձևակերպումները եւ զրպարտում հրեական պետությունը։ Նախորդին Մակրոնը խայտառակություն է անվանել Գազայի նկատմամբ Իսրայելի եւ անձամբ Նեթանյահուի գործողությունները, ուշադրություն հրավիրելով անկլավի բնակիչների, ջրի, դեղորայքի եւ բժշկական օգնության հասանելիության բացակայության վրա։ Իսրայելի վարչապետի գրասենյակից այդ կոչին պատասխանել են։ Վարչապետ Նեթանյահուն վճռականորեն է տրամադրված հասնել Իսրայելի պատերազմի բոլոր նպատակներին, ազատել բոլոր պատանդներին, ոչնչացնել Համասի ռազմական ու վարչական ներուժը եւ ապահովել, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան համատեղ կզարգացնեն նոր խորքային ճշգրիտ հարվածի զենք, որի հեռահարությունը կգերազանցի 2000 կիլոմետրը, հայտարարել է բրիտանական կառավարությունը։ Եվրոպայի երկու խոշորագույն տնտեսություններն ուժեղացնում են իրենց պաշտպանական գործակցությունը։ Երկու երկրները նախորդ տարի ստորագրել են երկկողմ պաշտպանական դաշնագիր եւ ընդգծել Ուկրաինայի պատերազմում ցանկացած սրացումից Եվրոպայի ինքնուրույն պաշտպանվելու անհրաժեշտությունը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին եւ նրա գերմանացի գործընկեր Բորիս Պիստորիուսը Բեռլինում կայանալիք հանդիպման ժամանակ կհայտարարեն հեռահար զենքի ստեղծման նոր նախագծի մասին։ Հռոմի նորընտիր Լեո Պապը հայտարարել է, որ կանի ամեն հնարավորը խաղաղության համար եւ առաջարկել է, որ Վատիկանը որպես միջնորդ հանդես գա գլոբալ հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով խոսել է Պապի հետ նրա ընտրությունից անմիջապես հետո, ողջունել է այդ առաջարկը եւ կրկին հաստատել, որ Կիևը պատրաստ է աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են իր երկրի պատերազմը Ռուսաստանի հետ ավարտելուն։ Սուրբ Հաթոռը միշտ պատրաստ է աջակցել երկխոսությանը, մարդկանց վերադարձնելու հույսն ու արժանապատվությունը, խաղաղության արժանապատվությունը, ասել է Լեո Պապը։ Անդրադառնանք այլ թեմաների, Երևանի պետական համալսարանում կայացել է շրջանավարտների առաջին ֆորումը, բացման միջոցառմանն էլ մասնակցել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Ֆորումը նպատակ ունի ամրապնդել Երևանի պետական համալսարանի եւ շրջանավարտների կապը, ստեղծելով երկարաժամկետ գիտակրթական եւ հանրային գործակցության հարթակ։ Երևանի պետական համալսարանում առաջին անգամ տեղի է ունեցել շրջանավարտների ֆորում։ Միջոցառումը միավորել է տարբեր սերունդների համալսարանականների, ստեղծելով գործակցության նոր հարթակ։ Ֆորումի նպատակն է ամրապնդել կապը ԵՊՀ-ի շրջանավարտների միջև գիտակրթական, հասարակական եւ ռազմավարական ծրագրերի շուրջ։ Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է համալսարանի որպես գիտության եւ մտածող հասարակության ձևավորման հենասյան կարևոր դերը։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը կծառայի իբրև ամուր հենք գիտական եւ կրթական համագործակցության նոր ուղիներ ձևավորելու, փորձի փոխանակման նոր հնարավորություններ փորձարկելու համար, ոչ միայն ազգային, այլ միջազգային հարթակներում։ Նախագահը կարևորել է համալսարանի դերը ոչ միայն կրթության ոլորտում, այլև որպես մտավոր ռեսուրսների կենտրոն, որը կարող է ու պետք է արձագանքի ժամանակի պահանջներին։ Նա հույս ունի, որ նոր նախաձեռնությունը կդառնա մշտական հարթակ, ծառայելով գիտության, կրթության եւ պետության զարգացմանը։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով Երևանի պետական համալսարանն այս ֆորումով ուղերձ է հղում, ընդգծելու, որ շրջանավարտը միայն ԵՊՀ-ի անցյալը չէ, այլ ներկան ու ապագան է։ Համալսարանը միայն կրթության ու գիտության տարածք չէ, այն ապրող ու զարգացող համակարգ է, որի շարունակականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անցյալը, ներկան ու ապագան միմյանց կապվում են իրական
գործնական շղթայով։ Պապիկյանն ընդգծել է, որ բուհերի հաջողության գրավականն իրեն շրջանավարտների ներգրավվածությունն է, ոչ միայն հիշողությամբ, այլև գործուն մասնակցությամբ։ Մենք չենք ուզում, ԵՊՀ շրջանավարտը լինի միայն կենսագրական փաստ, մենք ցանկանում ենք, որ այն դառնա ակտիվ դեր, մասնակցություն ու ներգրավվածություն, որ այն դառնա վերադառնալու, ներդրումներ անելու, սովորեցնելու, սովորելու, համարձակ գաղափարներ կյանքի կոչելու հարթակ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ բուհը պետք է ոչ միայն կրթական ու գիտական կենտրոն լինի, այլև դառնա հանրային վարքականոնի ձևավորման մոդել։ Մեր առաջին հերթին նաև հանրային կառույցներ, որոնք կրթություն, գիտություն, հետազոտություն իրականացնելուց բացի ունեն նաև հանրային կարևոր առաքելություն։ Այն առաջադեմ, լուսավոր, զարգացնող գաղափարները, որոնք միշտ ձևավորվել են կրթական համայնքում, հետազոտական համայնքում, տանել, զարգացնել, դարձնել հանրային գաղափար ու վարքականon եւ դրանից նպաստել հանրության զարգացմանը։ Անդրեասյանը կարևորել է համալսարանականների դերը հանրային արժեքների ձևավորման գործում, նշելով, որ գիտակրթական համայնքը պետք է ստանձնի հասարակության զարգացման պատասխանատվությունը։ Նա նշել է, որ նախարարությունը պատրաստ է լինել նման նախաձեռնությունների կողքին, խրախուսելով եւ աջակցելով նմանատիպ գործակցությունները, որոնք կարող են բերել համակարգային որակական փոփոխությունների։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավատում է, համալսարանի ամենամեծ ներուժը մարդիկ են։ Շրջանավարտների առաջին այս ֆորումը պատմական իրադարձություն է համալսարանի համար։ Այն շփման, համագործակցության, ինչպես նաև համատեղ պատասխանատվության մի նոր հարթակ է։ Երբ ասում ենք ԵՊՀ շրջանավարտների ֆորում, շատերն այն ընկալում են որպես հանդիպում անցյալի հետ, բայց իրականում սա հանդիպում է ապագայի հետ։ Այո, անցյալն այստեղ է մեր հիշողություններում, արժեքներում, այս պատերի ներսում։ Բայց այս միջոցառման նպատակն է նաև, որ մենք ձևավորենք այն ճանապարհը, որով պետք է շարժվենք առաջ։ Հովհաննիսյանը նշել է, որ ֆորումը միայն հիշողություն չէ, այլ ապագային միտված գործընթացի սկիզբ։ Նա ընդգծել է, որ Երևանի պետական համալսարանը պատրաստ է լսել, ընդունել եւ համատեղ կառուցել համալսարանական նոր տեսլական, հիմնված փորձի, բազմազանության եւ համարձակ գաղափարների վրա։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումը դառնում է կամուրջ համալսարանի անցյալի եւ ապագայի միջև, միավորելով փորձը, գիտելիքն ու նորարարությունը։ Այն կոչված է ամրապնդելու շրջանավարտների եւ բուհի գործակցությունը, հանուն ազգային զարգացման եւ գիտակրթական առաջընթացի։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։